Վիրասեղանին պառկած դեռահաս աղջիկն օրեր առաջ գիտակցության խանգարումներ եւ ուշաթափություն էր ունեցել։ Ծնողները բժշկի էին դիմել, կատարվել էր հետազոտություն։ Գլխուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան ցույց էր տվել, առկա է շուրջ 5 սանտիմետրանոց նորագոյացություն, որը գտնվում է հետին գանգափոսում, ծոծրակային շրջանից մի փոքր ներքև, ուղեղիկի մոտ։ Ուռուցքը սեղմել էր ուղեղի կարևոր հատվածները, նաեւ ողնուղեղը, ցուցվել էր վիրահատություն։ Կատարել ենք ֆլորեսցենտային մեթոդով, քանի որ այն հնարավորություն է տալիս ներկելու ուռուցքը։ Վիրահատության ժամանակ, եթե ուռուցքը ներաճած է կենսական կարևոր զոնաներում, ապա հնարավորություն է տալիս այն ամբողջովին հեռացնել կամ գոնե զգալի մասը հեռացնել, եթե մենք օգտագործում ենք ֆլորեսցենտային եղանակը։ Գլխուղեղի հետ աշխատելը բարդ է, սակայն այս մեթոդը հնարավորություն է տալիս ներկել նորագոյացությունը հատուկ մանրադիտակի եւ դեղորայքի միջոցով։ Այդպիսով բժիշկները պարզտեցնում են ուռուցքը եւ աշխատում ավելի հեշտ։ Մեթոդը ոչ բոլոր դեպքերում է ցուցված, ասում է բժիշկը։ Չարորակ գոյացությունների դեպքում ուռուցքի անոթավորումը բավականին ինտենսիվ է եւ անոթավորված գոյացությունների դեպքում հաճախ առնահոսության կամ այլ բարդությունների ռիսկը ավելի մեծ է, սակայն միկրոսկոպի հնարավորությունները օգտագործելով հնարավորինս շրջանցում ենք այդ բարդությունները։ Վիրաբուժական նման միջամտությունները տևում են 6-ից 8 ժամ։ Հաճախ ուռուցքն այնքան մեծ է լինում, որ խցանում է ուղեղ ողնուղեղային հեղուկի ուղիները։ Հեղուկը սկսում է կուտակվել կենտրոնական նյարդային համակարգում, առաջացնելով հիդրոցեֆալիա հիվանդությունը։ Այդ ժամանակ կիրառվում է հատուկ սարք։ Կատարում ենք ներգանգային ճնշման դահլիճի, այսինքն տվիճի փորոքային թունելավորման տեղադրում, որը համարվում է եւ տվիճ եւ փորոքային դրենաժ, որը վերահսկելի է դարձնում վիրահատությունը եւ հետվիրահատական շրջանում էլ նույնպես շատ կարեւոր դեր է կատարում։ Բուժումը չի սահմանափակվում միայն վիրահատությամբ։ Լիարժեք ապաքինման համար բուժառուն ունենում է երկարատև հետվիրահատական շրջան ուռուցքաբանի եւ մանկաբույժի հսկողությամբ։ Պարբերաբար հետազոտվում է։ Բժշկի խոսքով երեխաների շրջանում գլխուղեղի ուռուցքային հիվանդությունները շատացել են, ուստի ախտանշանների, կրկնվող գլխացավերի, սրտխառնոցի, փսխման, քնկոտության դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկին։ Արամ Մարանդյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։